Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք սահմանադրագետ իրավապաշտպան Գոհար Մելոյանին։ Բարև ձեզ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հարցազրույցի իրավերը ընդունելու համար։ Տիկին Մելոյան, այսօր վաղ առավոտից ԱԱԾ ներխուժել է Գյումրու համայնքապետարան, տեղեկություններ ստացանք, որ բերման է ենթարկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մեր ձևաշարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը եւ եւս 7 անձ։ Դուք ինչ մանրամասներ գիտեք, եթե գիտեք, այս ամենի հետ կապված եւ ինչպես կմեկնաբանեք առհասարակ։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Սա մեր հերթական արտասովոր սովորական առավոտներից է։ Արդեն այս աննորմալ իրավիճակում մենք տարիներ շարունակ ապրում ենք, երբ արթնանում ես, օրինակ 12 հոգևորական են իրավապահները առևանգում ու ժամեր շարունակ չենք կարողանում գտնել։ Այսօր էլ երկար սպասված Վարդան Ղուկասյանին, Գյումրու համայնքի հավաքանու ղեկավարին բերման ենթարկելու ու ազատազրկելու գործընթացի մեկնարկը տրվեց։ Սա շատ սպասելի էր, կարծում եմ բոլորիս համար, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, թե առավել եւս մի փոքր այս գործընթացին ու Գյումրու ընտրություններին իրազեկ մարդկանց, իսկ ես եղել եմ որպես պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար դիտորդական առաքելության իրականացնող մարդ Գյումրու ընտրություններին եւ դրա հետ ընտրական գործընթացներին եւ արձանագրել եմ բազմաթիվ անգամներ, թե ինչպիսի ցավագին էր իշխանությունների համար Գյումրու ընտրություններին պարտությունը, որովհետեւ ամբողջ համապետական ռեսուրսը կենտրոնացված էր ամենատարաբնույթ միջոցներում, այդ թվում կրկին իրավապահ մարմինների ներգրավմամբ ճնշումներ էին իրականացվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, այդ թվում առաջնորդների եւ նրանց ընտանիքների նկատմամբ ու այնուամենայնիվ, ի պատիվ գյումրեցիների եւ մեր բոլորիս աջակցությամբ հետեւողականության արդյունքում իշխանությունը այդ բաղձալի հաղթանակը չարձանագրեց, բայց իրենք չհանձնվեցին, իրավական պետությունն ու ժողովրդավարությունը, ինչպես հասկանում ենք, որևէ կերպ իրենց չեն կապանում ու սսպում եւ իրենք այն ինչպես հայտարարել են տարբեր միջավայրերում, այդ թվում բարձր ամբիոնից, հետեւողականորեն մեկուսած արդեն մեկնարկեցին Վարդան Ղուկասյանին Գյումրու ընտրված համայնքի ղեկավարին մեկուսացնելու գործընթացը։ Այստեղ տեսեք ինչն է իրողությունը, ընդհանրապես անձի խնդիր չի, սա ինստիտուցիոնալ խնդիր է, առայն որ եթե դու ժողովրդավար պետություն ես, եթե դու իրավական պետություն ես, քո երկրում ժողովուրդը իր քվեն տվել է այդ անձին, ինչքան էլ անցանկալի է որոշ մարդկանց համար, ինչքան էլ աներևակայելի է, որ այդ ընտրությունը, դա է ժողովրդի ընտրությունը եւ նորմալ պետությունում իշխանությունները հաշտվում են այդ իրականության հետ։ Ու սա արձանագրում ենք, առաջին դեպքը չի, որ ընդդիմադիր ընտրված համայնքի ղեկավարը ժողովրդի ընտրության արդյունքը ժողովրդի քվեն իշխանությունը իրավական հետապնդումների արդյունքում չեղարկում է։ Մենք ունեցել ենք այս նույն պատկերը Վանաձորի պարագայում, Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի ապօրինի անազատության մեջ գտնվեց։ Մենք ունենք այս պատկերը հիմա Մասիսում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կահարուցված քրեական գործ ու շուտով վերջնական վերդիկտը պատժաչափով կլինի։ Ունեցել ենք Գորիսում այս նույն պատկերը, մի խոսքով սա հերթականն է, սակայն սրան մենք պետք է հետևողական արձագանք տանք եւ սրան նաեւ պետք է հրավիրենք միջազգային հանրության ուշադրությունը, որովհետեւ այս իշխանությունը, որը իրեն հայտարարել էր ժողովրդավարության բաստիոն, բացահայտ կերպով կոպտորեն խախտում է ժողովրդավարության բաստիոնի հենասյուները ու ինչպես է խախտում։ Օրինակ վերացարկվենք, հնարավոր էր հարուցված լինեն քրեական գործեր, իրավական գործընթաց լիներ, սա ընդհանրապես աղերս չունի, այդ ինչպես են, առավոտվանից հարցակում իրավապահների, դիմակավորված անձերի, տարբեր ոստիկանական ուժերի, երկրում հանցագործության սրընթաց աճ է։ Հիմա երևի քաղաքում մի հատ լուրջ Աստված չանի իհարկե, բայց իրադարձություն լինի, երևի թե քաղաքում չունենք էլ իրավապահ մարմին, ամբողջ ուժային կառույցները հիմա կենտրոնացված են Գյումրում ու կան տեսանյութեր, ինչպես են ավտոբուսներով ուժային տարբեր ոստիկանության, տարբեր զորքերի տանում ծառայություն իրականացնելու ու այդպիսի ներխուժումը, ինչ է նշանակում այդ մասկի շոու ասվածը, լրիվ դուշոնկա շոուի հերթական սերիան են թողարկում,
մտնում են մարդկանց ահաբեկելով։ Ես առավոտվանից ահազանգեր եմ ստանում համայնքապետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներից, հա, կանայք լացում են, հուզված են, ահաբեկված են, կարծես թե գնացել երկրի մի հատ լրջագույն միջազգային մասշտաբի ահաբեկիչ են բացահայտել։ Սա անթույլատրելի է եւ մենք մեր պետությունում պետք է թույլ չտանք, որպեսզի իշխանությունը, ով որպես կանոն ըստ մեր սահմանադրության ընտրվում են իրականացնելու ժողովրդի կամքը եւ ժամանակավոր է իր հիմնական գործառույթն ու սահմանադրական առաքելությունն ունենալով այդ ժողովրդի կյանքի բնականon կազմակերպումը գա ու ահաբեկի մեր ժողովրդին, ոչ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու ասի, որ վերջ մեր համբերությունը հատելի է։ Տիկին Մելոյան, վերջին արժեհարցու պատասխանի ժամանակ մենք ականատես եղանք, ինչպես ԿՊԱ-ական Կարեն Սարուխանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին նշեց, որ իրենք հաշտ չեն Գյումրու ընտրության հետ։ Հաշտ չեն, որ Վարդան Ղուկասյանն է քաղաքապետի պաշտոնում, նշեց, որ իրենց թիմը դրա հետ հաշտ չէ, մասնավորապես մեջ բերեց Վարդան Ղուկասյանի հարցազրույցներից մեկից մի հատված, որին ի պատասխան Փաշինյանը նշեց ԱԱԾ-ն դրանով կզբաղվի, այսինքն ստացվում է ԱԺ ամբիոնից ուղիղ հրահանգ իջեցվեց եւ այսօր ականատես եղանք այս իրադարձություններին։ Դե սա առաջին անգամը չէ, բազմաթիվ դրվագներ ենք արդեն գրանցել, որ ազգային ժողովում, հա, իշխանության թիմակիցների հաղորդակցումը մարդկանց ապօրինի ու քաղաքական հետապնդումների ու ապօրինի ազատազրկումների նոր շղթա է հանդիսանում եւ սա բացառությունը չէ, սա բեմադրված մի հատ միջադեպ է, որ ու ցավալի է, որ մեր երկրի բարձր ամբիոնաօրենսդիր մարմնի պարլամենտական խորհրդարանական երկրում օգտագործում են բացառապես իրենց քաղաքական նարատիվները առաջ տանելու համար։ Այո, սպասելի էր ու հենց այն հանգամանքը, որ իշխանական падգամավորը հաշտ չէ ժողովրդի ընտրության հետ, դա նորմալ չէ։ Մենք էլ հաշտ չենք իրենց ապօրինի գործողությունների հետ, մենք իրավապաշտպաններս, իրավաբաններս, մեր քաղաքացիական հասարակության ակտիվ մասան մեծամասամբ հաշտ չենք մեր երկրում տեղի ունեցողի հետ, հաշտ չենք, որ մենք արդեն երրորդ սրբազան հայերն ունենք ապօրինաբար ազատազրկված, հաշտ չենք, որ մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը եւս 30 օրով երկարաձգվեց, հաշտ չենք, որ մեր նահատակված հերոսի ծնողներին ազատազրկում են ու հաշտ չենք, որ կարող են օրը ցերեկով, ինչ է իրենց դուրեկան չի ժողովրդի կամ արտահայտությունը այսպիսի իրավապահ մարմիններով քաղաքական նպատակաուղղվածությամբ միջամտություն իրենց թույլ տան։ Ակնհայտ է, որ հաշտ չեն լինելու, բնականաբար, երբ ժողովուրդը ձեզ չի ընտրում, դուք հաշտ չեք լինում, բայց անկախ նրանից ինչքան է ձեզ դուրեկան կամ անդուր այդ ժողովրդի ընտրությունը, դուք եթե իրավական պետությունում ենք գտնվում, հələ պաշտոնապես չենք թևակողել ձեր 4-րդ հանրապետությունը կամ ավտորիտարիզմի դասական դրսևորում չունենք, դուք ստիպված եք հաշվի նստելու ու հաշտվելու այդ իրականության հետ։ Հիմա կա անելիք, մեր Գյումրու համայնքի ավականու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, ավականու անդամները պետք է հանձն առնեն այդ պարտավորվածությունը ժողովրդի առաջ, պարտավորվածությունը հավատարիմ մնալու եւ ի կատարածելու ժողովրդի կամը արտահայտությունը, իսկ ժողովրդի կամը արտահայտությունը այն եղել, որ Գյումրին չկառավարվի այս իշխանության կողմից։ Ու պետք է այդ հանձնառությամբ ընտրեն իրենց համայնքի ընդդիմադիր անդամներից որևէ մեկին կատարելու համայնքի ավականու ղեկավարի պարտականությունները, որպեսզի թույլ չտան, որ այս իշխանությունները այսպիսի ապօրինի միջամտությունների արդյունքում փորձեն իշխանությունը քաղաքում վերցնել։ Փաստացի կարող ենք արձանագրել, որ մենք արդեն ականատես ենք լինում նախընտրական բռնաճնշումների հարցակումը թե եկեղեցու վրա, ընդդիմադիրների վրա, քրեական գործերը եւ մնացած այս ամբողջ գործողությունները, ինչպես նաեւ կխնդրեմ նշեք այս ամբողջ գործընթացների մեջ որքանով էր օրինական Մկրտիչ Սրբազանի կալանքը եւ որքանով էին առհասարակ Արագածոտնի թեմում տեղի ունեցած այդ գործողությունները օրինական։ Բարի, տեսեք, ես վաղուց եմ ընդգծել, որ ընդհանրապես հենց եկեղեցու հանդեպ այդ միջամտությունից ու հենց վարչապետի դեմքով, հա, նախահարձակումը պայմանավորված էր բացառապես 2026 թվականին սպասելիք հերթական ընտրություններով։ Իրենք վաղուց այս իշխանությունները գտնվում են ընտրությունների ծիրում եւ փորձում են բոլորին ու ամենքին, ով իրենց այդ գործընթացի կազմակերպման հարցում, հա, ժողովրդի քվեն կորցելու, ընտրախախտումներ իրականացնելու եւ այլնի խոչընդոտման
գործընթացի ավելորդ մարդկանց մեկուսացնել ու պատահական չեն, հա, ընտրված հեղինակը, որ սրբազան հայրերը, պատահական չեն առաջադրված մեղադրանքները, պատահական չեն թիրախավորումը եկեղեցուն որպես մեր հայկականության ու ինքնության պահպանման հենասյունային կառույցի ու պատահական չեն նաև մեր կարմիր գծերի հատման այս հետևանքային արձագանքը։ Գնալով այս ամենը ձնագնդի էֆեկտ է ստանալու ու իշխանությունները կտեսնեն, որ ժողովրդի կարմիր գծերի հատումը ուղղակի տենց լռեցնելով չի լինելու, հա, ամեն մեկուսացված մարդու փոխարեն եւս տասնյակ մարդիկ են գալու ոտքի կանգնելու, որովհետեւ ինչքան է որ մեր ժողովուրդը, մեր ազգը ճկված է սոցիալ-տնտեսական բեռից, հուսալքված է, մարդիկ ունեն պայքար ու կռիվ ու մարդիկ արդեն իրենք ազդարարել են, հա, ընտրվելու պարագայում ինչ են անելու։ Իրենք վերջին մեղն են մեղելու մեր հանրապետության այսպես կոչված, հա, դագաղին, իրենք այդ գործընթացի մեկնարկը տվել են իրենց կուսակցության վերջին համաժողովին, ասելով, որ եթե ստացան ժողովրդի քվեն, ապա այդ դեպքում ինչ են անելու։ Իրենք ընդունելու են նոր սահմանադրություն, այնտեղ մանիպուլատիվ, հա, հնարքներ, տնտեսական գործընթացներ, ֆինանսական ժողովրդավարության աճ, այդ մասին էլ այլևս խոսելու կարիք չի լինելու, որտեղ այս պայդրությամբ մենք 3 տասնյակից ավելի քաղաքական բանտարկյալներ ունենք, մեր երկրում արդեն օրեցերեկով եկեղեցի են խուզարկում ու կրկին ընդգծեմ, հա, այն զուգահեռ իրականությունում, երբ սրընթաց աճ է գրանցում հանցագործություններ ցանկացած տեսակ։ Հիմա այս պայդրությամբ ինչ տեղի ունեցավ, հա, Արագածոտում, իրենք մեջ բերեցին էլի այդ ընտրության հավաքներին, հա, նյութապես շահագրգռելու հոդվածը քրեական օրենսգրքով սահմանված ու շատ գեղեցիկ զուգահեռ է ստացվեց, որ դրա հենց միաժամանակ, հա, շրջանառմանը եւ հղում կատարելուն զուգահեռ Վենետիկի հանձնաժողովը հենց նույն հոդվածների հետ կապված տվեց իր եզրակացությունը, որով էլ ընդգծեց, որ այս հոդվածը խնդրահարույց է, այս հոդվածը ունի որոշակիության խնդիր եւ դրա կիրառումը տեղին չէ։ Հիմա մեր սրբազանը կրկին ապօրինաբար ազատազրկվեց այս հոդվածի հիմքով, կրկին անհայտ աղբյուրներից իշխանամետ լրատվական միջոցները շրջանառվում են կասկածելի ձայնագրություններ, կրկին այս հոդվածին աղերսելի ու այսօր կրկին, հա, Վարդան Ղուկասյանի ազատազրկման հիմքում էլ իրավապահ մարմինների կողմից տարածված հաղորդագրությունում կրկին ձայնագրություններ։ Նախ ձայնագրությունների հետ կապված մենք արդեն փաստացի ունենք իրավիճակ Բագրատ Սրբազանի գործով, դա փաստ է արձանագրված, որ իրավապահ մարմինները իրենց թույլ են տվել փաստական հանգամանքները մոնտաժել եւ մի քանի տարբեր խոսակցություններից մասեր կտրատելով եւ միացնելով ստանալ նոր խոսակցություն։ Սա մեկ, սրանով արդեն սա կանխավարկած է, որով մենք բոլոր ձայնագրությունների պահով պետք է առաջնորդվենք ու կասկածի տակ դնելով ցանկացած մեզ տրամադրվող ձայնագրություն առավել եւս, որ այդ ձայնագրությունները կասկածելի ծագման ու բնույթի են։ Դրան զուգահեռ նաեւ օրինակ արտահոսք են անում տելեգրամյան ալիքներով, որ նաև հատուկ տեխնիկական միջոցներ են, օրինակ այս վերջին ձայնագրության համար, եթե այն իրականությանը համապատասխանում է, կիրառվել ATS ձայնագրող հատուկ լսող սարքեր։ Այդ պարագայում նոր հարցադրումներ է, հա, առաջանում, եթե մենք այդքան տեխնիկապես վերազինվում ենք, մենք տեսնում ենք, հա, իրավապահ մարմինները ցույցերին, հանրահավաքներին ինչպիսի պատրաստվածությամբ եւ նոր զենքերով ու զինատեսակներով են գալի հավաքները կանխարգելելու նպատակով։ Այդ դեպքում ինչի է մեր երկրում, ինչն է պատճառը, որ տենց չեն կանխարգելվում այդպես սրընթաց աճ գրանցող հանցագործությունները, սպանություններ, թմրանյութի շրջանառությունը, հա, ամենատարաբնույթ բռնությունների տեսակները, գողությունը ու մեծամասամբ եւ չեն կանխարգելվում, իսկ այս իշխանությունը արդեն 7 տարի ուժի մեջ է եւ չեն բացահայտվում։ Սա լրջագույն հարցադրումներ են եւ ուղիղ համադրելի ու համեմատական են այս երկու ուղղությունները, այլ միգուցե ընդդիմադիր ուժերի ճնշման ուղղությամբ եւ բացառապես քաղաքական իշխանությունը հետ վերակենդանացնելու եւ պահպանելու նպատակով են այս իրավապահ մարմինները ծառայեցնում, այդ պատճառով էլ պայմանավորված է այդ հանցագործությունների տեսակների քանակական ու թվային աճերի գրանցումը։
Կարծում եմ, այս ռետորական է հարցը, պատասխաննել ակնհայտ է։ Այնուամենայնիվ մենք պետք է ինչ-որ կերպ գործողությամբ, օրինակ վերջին հանրաքվեն բավականին մարդաշատ էր ու շատ կարևոր էր, շատերը կարող են հարցադրում անել, ինչու է, ում էր պետք, ինչու տեղի ունեցավ, հստակ ուղերձներ կար ու հենց մարդիկ մեծաքանակությամբ ցույց են տալիս ու արձանագրում են, որ վերջ, մենք ավելի ենք շատանալու ու թույլատրելի չեն կարմիր գծերի հատումները։ Հիմա ինչ է, միևնույն ժամանակ մենք այստեղ զրուցում ենք այս անթույլատրելի իրադարձությունների վերաբերյալ, այնտեղ Գյումրիում մարդիկ բազմահարյուր զանգված է, ժողովրդի դուրս եկել փողոց։ Այդքան անթույլատրելի է։ Մարդիկ փորձում են կանխարգելել, որովհետև այլևս չկա վստահություն ու այլևս միանշանակ է, որ այս տեղի ունեցողը ընդհանրապես իրավական գործընթացի հետ կապ չունի, բացառապես քաղաքական process է, մարդիկ փորձում են դիմադրություն ցույց տալ։ Ու ինչ ենք տեսնում, որ տարեց կանայք, պապիկներ, առանց սեռի, տարիքի, խտրականության, բոլորը բռնության են ենթարկվում ու հիմա ինչպես հասկանում եք, արդեն սկսեցին մարդկանց զանգվածային բերման ենթարկել։ Այո, Գյումրիում քաղաքացիների բերման։ Կարծում եմ մենք իրավապաշտպաններով պետք է հիմա ձեռքը զարկերակի վրա պահենք, արձանագրենք խախտումները եւ հետեւողականություն ցուցաբերենք։ Տիկին Մելոյան, դուք խոսեցիք կարմիր գծերից, որոնք հատվում են օր-օրի այս իշխանությունների կողմից եւ որոնք արդեն ժողովուրդը չի ընդունում եւ չի ընկալում։ Այդ կարմիր գծերից երևի մեկն էլ 3 ստացված ահազանգներ, մասնավորապես Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրդանես Բաղալյանի կողմից։ Նա նշել էր, որ խուզարկության ժամանակ ենթարկվել է խոշտանգման եւ անհարգալից վերաբերմունքի։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Սա եւս հերթական նախ արդեն չենք զարմանում, մեծագույն ցավ ենք ապրում, բայց չենք զարմանում ցավոք սրտի ու սա մեր բոլորիս ամոթն է, որ մեր հոգևորականին այդ իրավապահ մարմիններ կոչվածները, ես չգիտեմ, իրենք ոնց են հետո գնում ապրում, որովհետև դու այդ պահին ծառայության մեջ ես ու այդ ծառայության մեջ գտնվելով ավելի շատ ես կաշկանդված դու օրենքին, իրավունքին հավատարիմ մնալ։ Մեր երկրում ինչպես տեսնում ենք, փորձում են չեղարկել իրավունքի գերակայությունը, չեղարկել են անմեղության կանխավարկածը, իշխանության բարձր մակարդակով, վարչապետից սկսած մինչև իշխանության այլ ներկայացուցիչներ, անմեղության բոլորին արդեն միանգամից վերդիկտներ են բաժանում, տալիս են գործերի, հարուցված գործերի տրամաբանությունները ու զարգացումները ու հրահանգավորում են հանրային կերպով իրավապահ մարմիններին։ Սա կրկին ասում եմ, իմ համար մեծագույն ցավ է, ինձ համար անձնապես ու կարծում եմ այս կարծիքս շատերը կիսեն, անձնական ամոթ է, որ մեր երկրում հոգևորականը հերիք չի բերման է ենթարկվում, բերման էլ չի ենթարկվում, իրավական գործընթացների խախտման առևանգվում է, մի բան էլ խոշտանգման է ենթարկվում, պարզ է, չէ՞, որ մարդու պատիվն ու արժանապատվությանը նպաստող կերպով վարվել են, մարդու նկատմամբ ֆիզիկական ներգործություն են իրականացրել, ինչը անպայման պետք է արձանագրվի ու այս ամենը պետք է առանձին քեյսերով մենք ներկայացնենք թե աշխարհին, թե հետո մարդու իրավունքների եվրոպական դատարանում տա իր գնահատականը, ուղղակի ցավը այստեղ կանում է նրանում, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատականը տալու մեր պետությանը, ոչ թե իշխանությանը։ Պետք է այս իշխանությունը ունենա այդ գիտակցությունը, որ իրանք նույնական չեն մեր պետության հետ, ու իրենց այս գործելավոճը, հենց երբ իրավականությունից ու ժողովրդավարությունից հեռացված, հարվածի տակ է դնում ընդհանուր մեր այդքան ձեռք բերվածը, մեր պետությունը կայացել է քարը քարի վրա դնելով, հենց նույն ժողովրդավար մի շարք ինստիտուտների կողմից միջազգային, այդ արձանագրումների կատարման գնահատակ, դրական գնահատականները ստանալու արդյունքում, հիմա այս մարդիկ եկել են եւ ոտքով հարվածում եւ ավիրում են այդ երկարամյա տաժանակիր աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքները։ Այ խոսելով արժեքների, ինչպես նաև շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցած հանրահավաքի, այնուհետև ուխտագնացության մասին, ինչ եք կարծում, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, եկեղեցու այսպես ակներև հարձակումները եկեղեցու դեմ, կգնա արդյոք Փաշինյանը Էջմիածնի դեմ գրոհի, որը մեկ անգամ արդեն փորձել է հիշենք, եւ արդյոք կգնա կաթողիկոսին կալանքի տանելու ճանապարհով, թե օրինակ 3 Էջմիածնում տեղի ունեցած այդ ուխտագնացությունը, ժողովրդի այդ անչափ աջակցությունը ինչ որ ձև կխանգարի։ Նախ վերջին տարիների համապարփակ վերլուծությունը ուղղակիորեն
ու վերջին օրերին հրապարակված ձայնագրությունները գալիս են պնդելու այն մոտեցումը, որ այո, եկեղեցու դեմ հարձակումները ի սկզբանե ծրագրավորված գործընթաց էին, կհիշեք նույն հետեղափոխական Հայաստանում 18 թվականին անմիջապես հաջորդեց Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, որը բարեբախտաբար կրկին մեր հայրենակիցների բուռն արձագանքի արդյունքում դադարեցվեց, ու հիմա նոր մեկնարկն է նոր ընտրությունների ծիրում։ Ես համոզմունք ունեմ, որ եթե Փաշինյանը համոզված լիներ, որ հաջողելու է, իրենք վաղուց էին հարձակում գործել եկեղեցու նկատմամբ, արդեն մի քանի անգամ միջադեպ եղավ, երբ իրավապահները հավաքվել էին Բեհարանի մոտ, եւ տեսան, թե ինչպես են բնական կերպով մեր ժողովուրդը դառնում կենթանի վահան եկեղեցու եւ իրավապահների միջեւ։ Երեկվա ուխտագնացությունը եւս մեկ ուղերձ էր, որ այո, մենք վահանն ենք մեր եկեղեցու, եկեղեցին է եղել այն կառույցը, որը մեզ դարերի արդյունքում բերել հասցրել է այսօրը, եկեղեցին է եղել այն կառույցը, որի շնորհիվ մենք լինելով են բացառիկ ազգերից, որը ընդամենը շուրջ 3 միլիոն ենք մեր երկրում, մեր հայրենիքում, բայց 10 միլիոն ենք աշխարհում, այդ հայկականությունը հայապահպանության օրանն է, որովհետև եկեղեցիներն են ամեն մեկը իրենց այդ պետությունում, օտար երկրներում, օտարամոլության մեջ հավաքել, մեկտեղել հայերին, տվել հայկական կրթություն, շարունակել մեր արժեքները, մեր լեզուն եւ էլի այն ողբերգական պատմական էջերից ենք, որ մենք ստիպված ենք մեր երկրում, մեր իշխանությունից պաշտպանելու մեր եկեղեցին։ Ու սա բնավ անձերի խնդիր չէ, սա ուղղակիորեն թիրախավորում է ինստիտուտը ու կրկին ընդգծեմ, այս հայ առաքելյաց եկեղեցու բացառիկ դերը մեր պատմության մեջ, մեր կյանքում, մեր ժողովրդի համար ընդգծելու համար պատահական չէ, որ մեր սահմանադրությունն է առանձին հոդված նվիրում եւ պատահական չէ, որ հենց եկեղեցու նպատակը այնտեղ սահմանված է, հայ ժողովրդի ինքնության պահպանումն է։ Այսինքն թիրախավորված է հայ ժողովրդի ինքնության պահպանումը։ Ու անգամ եթե մարդը ունի իր դավանանքի կողմնորոշում, օրինակ աթեիստ է, բայց ինքը ունի որոշում իր ազգային պատկանելության մասին, որ ինքը հայ է, այդ մարդիկ ավելի առաջին շարքերում են հիմա կանգնած իր պաշտպանության եկեղեցու, որովհետև գիտակից են ու հասկանում են այդ տրամաբանական շղթան։ Մենք տալիս ենք ուղերձ ու այս իշխանությունը վստահորեն այդ ուղերձը ընկալել է ու հատկապես երեք ես կարծում եմ, եթե դուք այնտեղ ֆիզիկապես ներկա եք, այն բոլոր մարդիկ անգամ ովքեր տեսանյութերով հետևել են, այդ ուխտագնացությունը այնքան խորհրդով էր, այնքան մեծ ուղերձով էր ու այնքան բնական ու օրգանիկ էր, այդ բոլոր տեղում կանգնած մարդիկ փշաքաղված են եւ հուզված, որովհետեւ այդ միասնական էր, ձևական չէր, ոչ մեկ ստիպողաբար ներկա չէր ու այդ ուղերձը երեք կարծում եմ մեր երկրում տարածվեց, մեր ժողովուրդը զգաց ու ուղերձը հենց առաջին հերթին այս իշխանությանն էր, որ այո եկեղեցին պաշտպանված է ու մենք անտարբեր չենք, երկրորդն էլ հենց մեր եկեղեցուն էր, որ ինչպես ինքն է մեր թիկունքին կանգնած լինել, որ հայ ժողովուրդը, հայ ազգը մեր եկեղեցու թիկունքին է։ Ինչ եք կարծում, մինչև ուր կհասնեն բռնաճնշումները Փաշինյանի մինչ 2026-ի ընտրությունները եւ արդյոք նման գործողություններով նա կկարողանա վստահության քվե ստանալ։ Տեսեք, այս բռնաճնշումները շարունակելով այս թեման ինձ համար ակնհայտ է այս ձայնագրությունների արտահոսքից Նատան Սրբազանի հետ կապված, որը կրկին ինչ որ դեղին մամուլի միջոցով իրականացվեց, որ նախ կոպտորեն խախտվել են օպերատիվ հետազոտական գաղտնալսման ծառայությունների գաղտնալսում իրականացնելու միջոցով մարդկանց մասնավոր հեռախոսազրույցների գործընթացները, սա հակաիրավական պրոցես է, հատկապես երբ արտահոսքը ինչ-որ ԶԼՄ-ների միջոցով է անհայտացման իրականացվում, այստեղ հոգևոր ծառայության նկատմամբ միջամտություն է արձանագրվում ու տեսականորեն պատկերացրեք ինչ-որ աղանդի հետ կապված տենց ձայնագրություն արտահոսեր, ինչպիսի աղմուկ ու հիստերիա ճակերտավոր իրավապաշտպանների կողմից կբարձրացվեր։ Ես ակնհայտ է իհարկե, որ բռնաճնշումները ահագնանալու են ու այդ հիստերիան ահագնանում է, երբ տեսնում են, որ մարդիկ ավելի են ներառական դառնում ու միասնական դառնում, այդ միասնականությունը գնալով ես կրկին ընդգծում եմ ձնագնդի էֆեկտով շարունակվելու է եւ ակնհայտ է, որ այո, վեհապարի նկատմամբ միջամտությունները չեն դադարեցվելու, այս ձայնագրությունները ուղղակի տանում են նրան, որ
դեպի վեհարանի վրա հավանական հարձակումը այնուամենայնիվ իրենց օրակարգում է, վեհաբառի նկատմամբ քրեական վարույթի մեկնարկը իրենց օրակարգում է, բայց նաև հակադարձ ուղերձներ ստացան, որ այդ իրավիճակում վեհարանն ու վեհապառը անսասան են մնալու եւ հասանելի չեն լինելու։ Շնորհակալ եմ։ Նմանապես